Մենք այստեղ հավաքված ենք մեծ գերդաստանով, իմ պապիկները եւ իմ հայրիկը, Գագիկ Կարապետյան, Արտաշես Կարապետյան եւ Գագիկ Կարապետյան։ Մեծ հպարտություն է իրականում այս ընտանիքի մեջ ապրել, մեծանալ։ Իմ պապիկը մեծ գործունեություն է ծավալել պարարվեստի մեջ։ Երգի պարապետական անսամբլում եղել է պարային մասով գեղարվեստական ղեկավար եւ կարելի ասել ժառանգաբար փոխանցվեց դեպի իր տղային, իմ պապիկը նույնպես հիմա պարապետական անսամբլի գլխավոր բալետմեյստերն է, գեղարվեստական ղեկավարը, ում մոտ ես նույնպես պարում եմ։ Դա մեծ հպարտություն է ինձ համար։ Հայրիկս նույնպես պարել է պարապետական անսամբլում շուրջ 13 տարի։ Պապ, եթե դու հանգարց Պարի փոխարեն մոնդոլինայի խմբակը գնայր, մեր վիճակը ինչ պիտի էր, մենք ինչ պիտի դառնայինք։ Ծնողները շատ էին ուզում, որ ես երաժիշտ դառնամ, հայրս մոնդոլինա էր առել եւ ինձ տարան այն ժամանակ Երևան քաղաքում միակ պիոներ պալատը կար, Ղուկասյանի անվան։ Տարան պիոներ պալատ, որպես ես սովորում մոնդոլինա նվագել, բայց մոնդոլինա նվագելը դուրս չեկավ։ Նայում էի կողքերս տեսնում եք պարային խմբեր կան, բոլորը պարում են, բոլորը։ Եվ քանի որ հայրս էլ երիտասարդ ժամանակ առնչություններ ունեցել պարարվեստի հետ, ու ես առանց ծնողներիս ասել եմ գնացին դու պարի անսամբլ, պարի խումբ։ Շատ ճիշտ էլ արել ես, թե չէ մենք բոլորս մոնդոլինա պիտի նվագեինք։ Քաղաքական համալսարանում դասավանդում էի բալետմեյստերի վարպետություն եւ հայ ժողովրդական առողջաները։ Մինչև 2 տարի առաջ։ Ապրիլի 17-ին նշեցինք պապիկի 98-ամյակը։ Ամենակարևոր շրջանը եղել է ժողովրդական պարերի հավաքագրումը։ Կարևոր այն իմաստով, որովհետև այդ նյութը, որ հավաքվեց, ինքը իր ամբողջ էությամբ շատ կարևոր է, շատ արժեքավոր է։ Դա ուղեցույց է բոլոր երիտասարդ մանկավարժությունների համար եւ իհարկե նաեւ բալետմեյստերների համար, որովհետեւ ամեն բալետմեյստեր իմ կարծիքով պիտի կարողանա ժողովրդական նյութից օգտվի, որպեսզի բեմադրությունը հայրենիք ունենա։ Ժողովրդական պարը դա պարարվեստի հիմքն է, բայց դասական պարը պարարվեստի բարձրագույն տեսակն է։ Եվ ես այսօր շատ ուրախ եմ ու հպարտ, որ իմ ծորնիկը այսօր դասական պարով է զբաղվում օպերային թատրոնում բալետային խմբում է։ Դե ամեն տանը մի հատ սպիտակ ագրավ լինում է, ասում են, եւ ասեմ, որ Գայիկը բացի բալետում աշխատելուց օպերայի թատրոնում, աշխատում է նաեւ պարիպետական անսամբլում եւ ժողովրդական պարերի մեջ էլ փայլուն կատարող է։ Իմ ամենասիրված պարը, որը համերգերի ժամանակ առնվազն 2 անգամից պակասել է, դա ձգնոցների պարն է։ Հանգուցյալ Ազատ Ղարիբյանի բեմադրությամբ պարը բեմադրողային վրա առաջին կատարողը ես եմ եղել եւ այդ պարը անսամբլը մինչեւ այսօր պարը չի իջնում բեմից։ 98 տարեկանում ուղղակի ասես ֆենոմենալ հիշողություն ունի։ Եթե ես ինչ-որ մի բան մոռանում եմ, կամ իմ հարազատներին կամ իմ ընկերներին զանգարում եմ, ասում կարող եմ այդ պապիկին ասես, որ ինքը այս ինֆորմացիան մեզ տա։ Ու ասում, հա, հեսա զանգեմ, ասեմ, ու զանգում եմ։ Կասես ինձ բալետմեյստերը երբ է բեմադրել այս բեմադրությունը, կամ այս բալետի պարողը երբ է բարել։ Ու ընդամենը մի րոպե մեջ ինքը ամբողջ ինֆորմացիան ինձ տալիս է, թե երբ է ծնվել, քանի անգամ են բեմադրել, ով է բեմադրել, բոլորը ամեն ինչ կա ինքը ինձ ասում է։ Որ մեր բոլորի աշխատած տարիները գումարենք իրար պրոֆեսիոնալ խմբերում։ Իմ Արտաշեսին է, իմ կնոջը, Արտաշեսի կնոջը, Գագիկին է, վերջ մի 150 տարի կլինի բոլորինս իրար գումարած։